Այն երեխաները, ում մոտ դրսևորվում է դեռահասության փուլում անորեքսիան, ընտանիքի ներսում լինում են խնդիրներ։ Խնդիրներ մոր հետ են լինում սովորաբար։ Օրինակ, անորեքսիայով տառապող անձը կարող է մենք այդտեղ կարող ենք հետևել մամայի կերպար, ով այսպես շատ իշխող, պարտադրող, կառավարող մամա է, հա, որ դու պետք է ինձ համար լինես հարմար եւ ենթարկվող երեխա։ Եվ ստացվում է միակ բանը, որ այդ անձը կարող է կառավարել, դա իր քաշն է։ Եվ երբեմն այդ մարմնի քաշի կառավարումը, կարծես հենց դրանով նա փորձում է կառավարել իր կյանքը։ Կառավարելով ես իմ քաշը կարողանում եմ կառավարել իմ կյանքը։ Եվ այդ բունտը մորդեմ, հա, որ ես արդեն իմ մոտ են տարիքն է, որ չգիտեմ, կոնքերս են ընդգծվում, կրծքերն են ձևավորվում եւ այլն, աղջիկը կարծես այդ կանացիությանը տանող ճանապարհի հետ կոնֆլիկտ է ունենում, որ ես հիմա պետք է մեծանամ եւ նմանվեմ իմ մամային, բայց ես պատրաստ չեմ դրան։ Եվ այդ դիետաներով կարծես ինքը դառնում է անսեռ մեկը։ Ես նիհարեմ այնքան, որ չընդգծվեն իմ կրծքերը, չընդգծվեն իմ կոնքերը, որտեվ ես չեմ ուզում նմանվեմ իմ մամային։ Կամ մերժում սեռականությունից, հա, որ եթե ես հիմա պետք է արդեն շեշտված կանացիություն ունենամ, գուցե ինձ նկատեն տղաները, գուցե ես, չգիտեմ, ուրիշ դաշտ տեղափոխվի հարաբերությունների եւ ես պատրաստ չեմ, այսինքն ենթագիտակցաբար անձը կարող է մերժել մոր կերպարը, կնոջ կերպարը, կարող է մերժել սեռականությունը, դա կարող է պատճառ լինել ինքն իրեն կառավարելու այդ միջոցով եւ այսպես պատճառները շատ տարբեր կարող են լինել։